Վերջ տուր գրողը տանի։ Եվ ինձ լսիր։ Չեմ կարող։ Կարող ես, կարող։ Միայն թե ներքև միներ։ Ոսա՞մ։ Կարող ես, կարող։ Նորից եմ կրկնում։ Ներքև միներ։ Ապրես։ Ինչ ահավոր է։ Հաբա, դժողք է։ Ճիշտ ասած, չէի կարծում, որ դժող կընկնելը պետք է հասկանալ ուղիղ իմաստով։ Ասացիք միտքը չհասկացա։ Դե, ի նկատի ունեմ դժող տանող ճանապարհը ոչ թե քայլելով, մագլցելով կամ ասենք սողալով է պետք ասնել, ներքև ընկնելով։ Ստացվում է այդ ճիշտ այն գաղափար, որ մարդ մեռնելուց հետո դժողք է ընկնում։ Մասամբ է միայն քո ասածը ճիշտ։ Ընդհանուր առմամբ թյուր կարծիք է։ Այո, բարեկամ, դու ոչ թե ճանապարհի, այլ հենց դժողքում ես։ Ներքև չնայես։ Նորից եմ կրկնում, ներքև չնայես, թե չէ վախից էլի լեզու կկապվի ու չենք հասցնի իրար հասկանալ։ Լավ, ինձ վարժվել է պետք։ Այո, վարժվել, և շատ արագ, շատ։ Ինչի, դուք շտապում եք։ Իհարկե, անշուշտ։ Ուր։ Հո չեմ կարող միշտ քո կողքին լինել։ Դե հասկանում ես, դժողք է։ 1000 այցելու ամեն վայրկյան ինձ է սպասում։ Ես չհասկացա։ Դուք այս ամենին մենակ եք ղեկավարում։ Ցավոտ հարց տվիր։ Այո, մենակ եմ։ Եվ գիտես ինչն է ինձ ամենից զայրացնողը, որ ձեր երկրի վրա Աստծո անունով ինչեր ասես, որ չկան։ Տարբեր կրոններ, 1000-ի հասնող եկեղեցիներ, միլիոն քահանաներ, բայց արի ուտես, որ մարդիկ էլի այստեղ են գալիս։ Կրակն եմ ընկել։ Դուք եք կրակն ընկել։ Ի նկատի ունեմ, մեզ պիտի այրեիք էլի։ Դու էլ միամիտ ու հիմար ես քեզանից առաջ եկողների պես։ Լսիր, ինձ, որտեղից այդքան վառելիք, որ ձեզ բոլորիդ կրակի տամ։ Դուք միլիարդներ եք։ Արևն էլ գրպանումս պահեմ, չեմ հասցնի ձեզնից խորոված անել։ Լավ, հասկացա։ Խելոք ես։ Եվ ապրես, որ հասկացար։ Լավ, հիմա քեզ արագ կծանոթացնեմ դժողքի կյանքի ու կգնամ։ Ես ձեզ լսում եմ։ Ուրեմն այսպես, ինչպես հասկացար, այստեղ կրակներ, հրդեհներ չեն լինի։ Դա շատ հուզիչ և ուրախեցնող է։ Այսինքն ինչպես։ Դե ես նկատի ունեմ, որ մարդ տանջելու ձեր մեթոդը խիստ տարբերվում է իմ լսածից, և ես շատ հուզվեցի, որ զերծ կմնամ այդպիսի անմարդկային չարչարանքներից։ Նախ, շողոքորթելն անիմաստ գործ է, երկրորդ, դու մարդ ես։ Այ, ոքի։ Եվ մի մոռացիր, որ դու դժողքում ես։ Լավ, հասկացա, կարճ ասած, փլավ չեք բաժանում։ Սրամիտն ես հա։ Եվ ապրես, որ ճիշտ ես հասկանում։ Քեզ բաժին կյանք պիտի այսպես ընկնելով ապրես։ Ինչպես, միչև ետ։ Մինչև հասնես ապաշխարության փոսի հատակը։ Ապաշխարության փոսի հատակը։ Այո, ապաշխարության փոսի հատակը, որ հետո, իհարկե եթե դա լինի, այնտեղից ուղիղ դրախտ կգնաս։ Դրախտ։ Այո, դրախտ։ Իսկ
Ինչ ասացիք, եթե դա լինի։ Բացատրեմ։ Մինչև ապաշխարության փոսի հատակը հասնելը, բոլոր մեղքերդ պիտի մեկ առ մեկ հիշես և ապաշխարես, որ հոգիդ մաքրես։ Մինչև հոգիդ չմաքրես մեղքերից, հատակ չի լինի։ Եվ բնականաբար, ոչ էլ դրախտ։ Ինձանց առաջ եղել է մեկը, որ հասել է դրախտ։ Ցավն էլ հենց այն է, որ ինչքան եկաք, այդքան մնացիք։ Իսկ ես էլ ուժ չունեմ, հասկանում ես, չեմ կարող ձեր մեղքերի փոխարեն տանջվել, էլ ուժ չունեմ, հասկանում ես։ Հասկանում եմ ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Անիմաստ գործ է իմ աշխատանքը։ Այնքան աճեցիկ և մեղքի ցավն էլ, այնքան շատացավ, որ դժոխքում էլ տեղ չի մնացել։ Իսկ ես թե համբավս թողած ինքս ինձ նայեի, պիտի թքեի ու հեռանայի։ Այդ մեկը չարժե, իրոք եմ ասում, չարժե։ Ես էլ գիտեմ։ Խորհուրդ չդիտվի ասածս, բայց ձեզ կարծես թե օգնական է հարկավոր։ Իհարց թող լինի։ Այս աշխարհում ով կդիմանա, առանց մի վայրկյան հանգստի քնի, հա հոգի ընդունիր, հա փոսը նետիր, հետնել դունկիր ու ասյա, բացատրիր մի չիչոց, ինչպես անի, ոնց անի։ Իսկական դժոխք է, դժոխք։ Իրոք որ դժվար է։ Դժվարն էլ այն խոսքը չէ։ Ու դեռ չեմ ասում այն բանի մասին, որ այդքանից հետո ձեր երկրի վրա էլի իմ մասին միշտ բանն են խոսում։ Հենց այնտեղ մի վատ բան է լինում, իսկույն անունս են հիշում։ Սատանան արեց, սատանի մատն է խառն այս գործին, սատանան գիտե։ Ականջս օրիբուն զնգում է, չեմ դիմանում ահավոր ցավին։ Ես ձեզ իրոք կարեկցում եմ։ Շատ շնորհակալ եմ։ Ախ, այ նորից զնգաց։ Ես իրոք կուզեի օգնած լինել ձեր գործին։ Շատ շոյված եմ։ Ինչքան շուտ հոգիդ մաքրես մեղքերից, այդքան ինձ համար բարի գործ կկատարես։ Ինչ չհասկացաք։ Ես կուզենայի աշխատել ձեզ հետ։ Պես։ Ինչ անեմ։ Դե ասեք թեկուզ որպես օգնական։ Մի րոպե, ես չհասկացա։ Անկեղծ եմ ասում, չհասկացա։ Դու ինչ ես ուզում։ Որ դուք ինձ դժոխքում մի աշխատանք։ Իսկ ավելի բաց։ Որ ինձ գործի ընդունեք դժոխքում, որպես օգնական։ 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 Ինձ։ Սատանայիս։ Ձեզ, հենց ձեզ։ Դու լուրջ ես ասում։ Մի անգամ այլ լուրջ։ Ես գործի մարդ եմ։ Ախ, գործի մարդ։ Այո, գործի մարդ եմ։ Եվ դու գործի մարդ։ Ուզում ես հավերժ մնալ դժոխքում։ Հա, ինչ կա որ։ Դրախտ չես ուզում։ Մի ասեք ինձ, ինչ կա այդ դրախտներում։ Դե ես ինչ իմանամ։ Շատ եք երազում։ Իսկ ես չեմ ուզում։ Իսկ քեզ չեմ հարցնում։ Գործի մարդ։ Խորամանկն ես գիտես։ Դու չես հասկանում, որ դժոխքում ես։ Ապաշխարության անհատակ փոսի մեջ։ Հասկանում եմ։ Ու ինչ։ Ու այն, որ դժոխքում, ինչպես դու ասիր, փլավ չեն բաժանում։ Քեզ բաժին գործը ապաշխարելն է, դու չես հասկանում։ Մի սրան նայեք,
Ինչ է երազում։ Հա, լավ, ինչ ասացի որ։ Մեղքի մեջ կորած, մտքում էլի մեղք ես որոջում։ Կուզես պետք դառնա, քեզ պես դժբախտ հոգիների մեջ։ Այ, չասացի պետ, ասացի օգնական, գյով, օգնական։ Օգնական, գյով։ Ինձ, հա, իսկ նրանց էլ նույնը, սոսկ պիտի բացատրեմ վիճակն այս հասկանալու։ Տեսակ չէ ինչքան ընդունակ եմ, հետ չի պես վարժվեցի ընկնելու վախին, հա։ Տեսա։ Ասում ես օգնես։ Հա բա ոնց, ես էլ եմ մարդ չէ, նրանց կես խոսքից կբացատրեմ։ Մարդ չես, այլ հոգի։ Բայց դա կարևոր չէ։ Լսիր, գիտես, քո ասացի մեջ ինչ-որ խելոք մի բան կա։ Ահա, տեսնում եք։ Տեսնում եմ։ Քեզ նմաններին, իսկ դուք բոլորդ եք այդպես լպարծում։ Ապաշխարության էլ ոչ մի փոսի արժան չան։ Հապա ինչ լինի։ Դե գիտես, մեկն ուրիշն ու տեղը լիներ, քեզ իսկույն կասեր սատանան գիտե։ Բայց քանի որ ես ինքս քեզ կբացատրեմ։ Դրախտ կուղարկեմ։ Մեղավոր հոգով։ Այո, մեղավոր հոգով։ Իսկ ինչ կլինի, որ թող մի քիչ էլ Աստված իր հրեշտակների հետ ձեզ հետ տանջվի։ Մեկ է դուք մեղքերից ձեռք քաշողոջեք։ Ինչու՞։ Մի ասեք, մեկ դեռ կար։ Գրողը տանի։ Արդեն մի ամբողջ կյանք է, ինչ քեզ հետ այս փոսը ընկած, մեղք քավելու ձևն են բացատրում, իսկ դու։ Այ ես ինչ։ Իսկ դու, փոխանակ մեղքերդ քավես ու ապաշխարես, ինձ գործից կտրել, եկել ես ու ելք ես փնտրում պատիժը, հաճույքով փոխելու համար։ Հա, լավ։ Ներեցեք, էլ բան չեմ ասել։ Ճիշտ է, դժոխք է, բայց չհայհոյես։ Ինչ ասացի որ։ Չասացիր ներեք։ Ասացի, և ինչ։ Եվ այն, որ Ներել։ այո, Աստծո գործն է, իսկ իմը պատժելը, հասկացար։ Հասկացա։ Ամեն դեպքում ներող եղեք։ Գրողը տանի, այս ինչ պատիժ էր Աստված ինձ տվեց։ Երբ դարձա դժոխքի պետ, կյանքն ոստիս թված մի արկած։ Իմ թյուր կարծիքով մեղավոր հոգիք պիտի դժոխքը լցնեին իրենց ապրած կյանքի հաճույքի ցավով։ Լայն, որնային, կամ լուսնին նայող մենակ գայլի պես խուլ կահկանձեին։ Ընկած հոգիներ, որ փոսը ընկած կրկին ընկնելով, պիտի հիշեին իրենց մեղքերը, պիտի սխջային, բայց ավաղ, հոգին նույն մարդու նման բանական է, կեղծ, իր գոյը պաշտող, այն արդարացնող, նա երբեք չի գա այն մտքին, որ մեղք է գործային, երբեք չի հիշի, երբեք չի պատմի, երբեք չի զղջա, երբեք չի զղջա։ Չէ գիտեք, ես ես իրոք կարեկցում եմ։ Ինձ ձեռ ես առնում։ Օ, ինչ եք ասում, ինչպես կլինի։ Կլինի, դուք կարող եք, դուք եղել եք կապ ու կմնաք կեղծ ու բանական։ Գիտեք, իզուր եք խարովում ձեր հոգին, դուք ինչ մեղք ունեք որ։ Բայց ձեր մեղքերից է չէ, որ ես հիմա այս վիճակում եմ։ Բայց մենք էլ ենք մեղք։ Օ, դուք է, իհարկե։ Դուք ճիշտ եք, այն կյանքում ենք շատ մեղքեր ենք գործում։ Բայց ինչ անենք, Աստված է փորձում։ Իսկ դուք գիտեք, չէ՞ որ փորձությունը։ Դե դուք էլ գիտեք, Աստծո դեմ խաղ չկա։ Ինչպես
ինչպես վարվես միշտ մեղքի մեջ ես։ Կարծում եք հեշտ է դիմանալ եմ։ Ինչ էլ որ լիներ, դիմանալ էր պետք փորձությանն Աստծո, որ ինձ կրակը չգցեր այսպես։ Ես մեկն եմ, դուք միլիարդը, և չեք հասկանում, որ չարիքի մեջ կյանքը խեղտելով, դժողքը նույնիսկ դրախտ եք դարձնում։ Դու ինչ ես կարծում, դժողքում է հեշտ, թե ձեր այն կյանքում։ Այն կեղծ որ ասում չեք զայրանա։ Վայ չէ, ինչ եք ասում, ինչպես կարող եմ զայրանալ, արդեն վարժվել եմ։ Դե, ինչպես հասկացա, դժողքում շատ ավելի հեշտ է։ Ահա, տեսնում եք, տեսնում ես, վերջ, ես այ չեմ դիմանում, ես լքում եմ ձեզ։ Ուր եք գնում առանց բացատրելու, թե ինչպես մեղքերից թողություն գտնեմ։ Ուղղակի լավ չլսեցի։ Ինչերի՞ն։ Ասացի թողություն գտնել մեղքերից։ Խը։ Ինչի՞ դու մեղքեր ես գործել։ Հա, մի լիքը կյանք։ Վայ չէ, ես չեմ հավատում։ Դու կատակում ես, դու խաղ ես անում։ Ինչպես, ում հետ։ Ինձ հետ, սատանայիս։ Վայ, ինչպես կլինի։ Իսկ ինչպես է լինում, որ ես ամեն անգամ, ամեն հոգու հետ մերկում եմ գշվում, ասեք հերիք չէ, դու դապ եմ տոգորտում պշի մեզ խրմեք, հերիք է, հերիք, էլ ուշ չունեմ, դժողքում տեր չի մնացել, ահա, նայիր, փոսի տեր չունեմ, նոր փոս եմ փորում հին հոգու վրա, Աստված իմանա, նելի կպաչի, Պատշի։ Ինչպես։ դե դու տեղյակ չես, ուզում են շուտով փակել դժողքը, աշխարհի վերջին է շուտով մոտենում, բայց այսպես գնա, հաստատ կթողնի, հաստատ դժողքին պատով չի դիպչի, ու այն կմնա, ու ես կմնամ, էլի կլծվեմ ալիցյալ գործին, Ինչ ասեմ, Աստված համբերություն տա։ Ինչ? Տա, Ով? Աստված, Ինչ տա? համբերություն տա Աստված, Աստված համբերություն տա, Աստված։ Այ դա միտք էր, միտք, ախր, գիտեի, որ մի բանից հետ այն չէ, բայց գլխի չտա, երևի ծերացել եմ, ապրես, դու գործի մարդ ես, ինձ փրկեցիր, համբերությունը սպառվելու վրա էր, դե ինչ, շուտ գնամ և լիցքավորվեմ, Էլի գնաց։ Կարծես թե գժվեց։ Բայց լինում է, որ սատանան գժվի։ Չէ հա, չնայած, երևի։ Ներս անցեք, ներս, արա, 1, 2, 3 Ճիշտ ասած, խիստ արդակ ձև է դժողքը այս։ Եվ բացառված չէ, որ մարդ խելագարվի։ Հան երկուս ինչ եղան, հաստատելի վերև եմ բարձրացել։ Օրինակ ես, ինչպես վարժվեմ վիճակիս։ Ինչ եմ անում ես։ Պարզ է, այս պահին ես Բացեք։ եմ ընկնում։ Երքև եմ ընկնում, Լսում եք, երքև եմ ընկնում, եկավ, հա։ Ինչ ես անում ստեղ։ Չմի օր ես կտուրը վարելու են, իշևա հազարում ինչ եք անում ստեղ։ Ես հետ են, չացես, ինչ ես անում ստեղ։ անում եմ, Անում ես, հա, ատեղ երեկով պետք է խմի։ վայ է, Հա, չի
Հետո խաղան կշանակենք հետ։ Էլին հավերից հետո։ Լավ, Արա, մի փորացեք իջնում եմ, վայ։ Ացի չի դու են։ Պետք է մագնում։ Դերը կողմես հաստատ պետք է գնաս։ Վերջը մի օր վարելու են։ Իսկ դու նայ մարդ։ Ժանոցում աշխատելն մի բան չի։